Այժմ նայենք կշերքների համար։ Ինչ է սպասում կշերքներին մայիս ամսը։ Ընդհանուր տրամադրությունը եւ 4 կարևոր հարցեր կշերքների համար մայիս ամսին։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ լուսին։ Լուսին նշանակում է կասկածներ, նշանակում է վախեր, նշանակում է մի քիչ տխուր մենամաղձոտ տրամադրություն։ Քանի որ սիրտ եմ տեսնում այստեղ, ամեն ինչ այնքան վատ չէ, ինչքան ձեզ թվում է։ Ես չեմ կարող ասել, որ իրականում ձեզ համար լավ ամիս չի լինելու, այլ սրանք ուղղակի ձեր վախերն են, ներքուստ, ինչ որ դուք զգում եք։ Դուք ամեն դեպքում մի քիչ լարվածություն կարող է ունենաք, մի քիչ անհանգստություններ, վախեր։ Դե գնայինք մյուս կարտերը տեսնենք ինչի հետ կապված, բայց նորից եմ ասում, սա կարող է լինել ուղղակի ձեր ներքուստ զգացողությունը, ոչ թե իրականում դուք իսկապես կունենաք առիթ տխուր լինելու։ Տեսնում եմ այստեղ արջը կամ դուք, եթե պաշտոն եք զբաղացնում, բավականին հարմարավետ դրության մեջ եք ձեր աշխատանքի վայրում, լավ պաշտոն ունեք, լավ դիրք ունեք, լավ գումար եք վաստակում, շատ այսպես հարմարավետ, տեսնում եք, արջը սարի վրա շատ հարմարավետ իրեն հանգիստ է զգում։ Կամ եթե սա ձեր աշխատավայրում ղեկավար անձինք են, ապա նրանց հետ կլինի շփում, տեսնենք ինչպիսին կլինի այդ շփումը, ինչի մասին է սա։ Ինչ որ շատ կլինի կապը ղեկավար անձանց հետ, տեսնենք։ Կապը նկատի ունեմ շփումը։ Տեսնենք ինչպիսին կլինի ձեր շփումը վերադասների հետ։ Ես այստեղ ստերում տեսնում եմ աշտարակը, որ քանդվում է եւ այստեղ էլ շփումը կլինի ձեր վերադասի հետ, ես չգիտեմ, դուք կզրուցեք վերադասի հետ, թե վերադասը ձեզ հետ կզրուցի։ Ամեն դեպքում այո, անհանգստություններ աշխատանքի վայրում կան։ Կամ աշխատանքն է պակասել, դուք անհանգիստ եք դրանից, կարող է կրճատումներ լինեն, եթե գործը պակասել է, կամ պարզապես տեղի չի շարժվում, առաջ խաղացում չկա եւ այդ դեպքում դուք եք ձեզ այսպես անհանգիստ եք զգում եւ լուսինը որպես տրամադրություն կարող է այդտեղից լինել ինչ-որ կասկածներ, անհանգստություններ աշխատանքի հետ կապված։ Բայց այստեղ տեսնում եմ սիրտ։ Կարող եմ ասել, սա ձեր ներքուստ անհանգստությունն է, էլի եմ ասում, ես չեմ կարծում, չեմ տեսնում այստեղ լուրջ ինչ-որ լուրջ բարդություններ չեմ տեսնում։ Բայց եկեք մյուս կարտերը բացենք, միգուցե կարողանանք իրար հետ կապել։ Տեսնում եմ այստեղ խարիսխը, ինչը նշանակում է կայունություն։ Կարող եմ ասել, եթե կապենք աշխատանքի հետ, կայուն, բայց ոչ լավ վիճակ։ Այսինքն ոչինչ տեղից չի շարժվում, նավակը կանգնել է, չի շարժվում, աշխատավարձը չի բարձրանում։ Այստեղ տեսնում եմ աշտարակը չի կառուցվում, այսինքն քանդվում է, այսինքն աշխատանքում դոփում եք նույն տեղում, այդպես կարող եմ ասել։ Սա էլ անհանգստություն է երևի ձեր սրտում, սիրտը իրականում պիտի որ ավելի լավ բան նշանակի, բայց դուք ավելի մեծ հույսեր ու հավատ ունեիք կարծես, պարզապես կամ կապված եք ձեր աշխատանքը չեք ուզում լքել, չեք ուզում հեռանալ, բայց միևնույն ժամանակ հիասթափված եք եւ այս վիճակը անշարժ, կայուն, բայց բացասական վիճակը ոչինչ չի շարժվում եւ աշխատավարձել չի բարձրանում։ Բավականին երկար process է, դրա համար էլ տխուր եք։ Բայց բանալին կգտնվի։ Բանալին կգտնվի։ Բանալին ավելի շուտ կգտնվի խոսակցություններով, միգուցե ձեր վերադասի հետ պետք է զրուցեք, ասեք, որ ավելի աշխատանք եք ուզում, եթե ձեր կոնկրետ
դիրքով, պաշտոնով աշխատանքը շատ չէ, քիչ է եւ ավելի է պակասում, անհանգստություններ ունեք, դե կարող եք ավելի աշխատանք ուզել, ավելի, չգիտեմ, նոր պատասխանատվություն ձեր վրա վերցնել, բայց ամեն դեպքում խոսակցություններով էլ կարող է ինչ-որ դուռ բացվել, ինչ-որ բանալի գտնվի դեպի հաջողություն։ Չէ, ամեն դեպքում ես աշխատանքում չեմ տեսնում, խոչընդոտները կան եւ խոչընդոտները չեն վերջանում, սկսվեց աշխատանքի վերադասի հետ շփումներով, այսպես, ես կարծում եմ աշխատանքային հարցերը ամեն դեպքում շատ դրա համար էլ անհանգստանում էր, դրա համար էլ լուսին էր, տեսնենք լավ, տեսնենք բանալին ինչ հարցեր լուծում, ինչ դուռեր բացում բանալին եւ տեսնենք մի քանի կարճ սարի վրա։ Չէ, աշխատանքային հարցերում բավականին խնդիրներ եմ տեսնում ամեն դեպքում։ Միգուցե բանալին դուք ուղղակի փորձում եք, ես ուզում եի լավատես լինել, բայց օգնող կարտերը կասեն, իսկ միգուցե դուք ուղղակի փորձում եք բանալին գտնել, բայց չեք կարողանում, որովհետեւ ամեն դեպքում նոր խոչընդոտների եք հանդիպում։ Խառնեցի նորից բացվեց նույն կարտը։ Այստեղ տեսնում եմ լիլիաները, տեսնում եմ գիրքը, տեսնում եմ տունը։ Փորձում եք իմաստուն գտնվել, փորձում եք համբերատար լինել, փորձում եք զրուցել վերադասի հետ, փորձում եք լուծում գտնել, նոր տարբերակներ, սա նոր գիտելիքն է, նաև գաղտնիքներ բացվել, ասենքն նոր ինչ-որ ինֆորմացիա եք փորձում, բանալին համենայն դեպս երևի թե այդպես եմ տեսնում։ Դուք փորձում եք զրուցել մարդկանց հետ, տարբերակներ գտնել, ինչպես կարելի է այս հարցը լուծել, բայց կարող եմ ասել, որ ոչ մի տեղ էլ չեք գնում, այս տան վիճակ, այսինքն տնից դուրս չի գա, հարցը տեղից չի շարժվում։ Ես այստեղ էլ եմ տեսնում։ Նորից նույն քարտը դուրս եկավ։ Ամեն դեպքում ես կարծում եմ աշխատանքի վայրում խնդիրներ կան, եթե չեմ սխալվում, ես մի շաբաթ առաջ էլ նորից կշարքների նույն վիճակում էի տեսնում։ Չեմ կարծում, որ հարցը լուծվում է։ Չեմ կարող ասել, որ բարդանում է ավելի վիճակը, ոչ։ Այս կայուն խարիսխի կարտը ցույց է տալիս, որ կայուն մնում է ստաբիլ նույն վիճակում, ինչ որ եղել է, եւ սա տևական process է, ինչ որ ժամանակ է այս իրավիճակն է, կամ դուք եք ձեզ այսպես զգում։ Եվ ոչինչ չի փոխվում։ Փորձում եք բանալին, այո, դուք փորձեր եք անում զրուցել մարդկանց հետ, փորձել նոր ինֆորմացիա, նոր ձևեր գտնել հարցը լուծելու, բայց իրականում մնում եք 4 պատի մեջ եւ ոչ մի հարց չի լուծվում։ Իսկ ես սարերով տեսնում եմ, որ խոչընդոտները դեռ կան, դեռ արկա են։ Չեմ ուզում նման վատ նոտարով վերջացնել, դրա համար են ձեր վախերը, ձեր կասկածները, ձեր անհանգստությունը։ Ոչ մի հարց չի լուծվում իրականում, չեք գտնում լուծումը։ Շատ դժվար է դրա դեպքում խորհուրդ տալ, ես կերպարներ շատ չեմ տեսնում, բայց սա տևական process է։ Երկար ժամանակ այսպես շարունակվում է եւ լուծում դեռ չի երևում։ Խորհուրդ կտան կարտերը։ Ոչ մի նոր բան առանձնապես չեմ տեսնում։ Տեսնում եմ խոշորացույցը, տեսնում եմ կին, տեսնում եմ արևը, նամակ եւ խարիսխ։ Ես նորից նույնը կարող եմ ասել։ Փորձում եք տարբերակներ գտնել, խոշորացույցը դուք փորձում եք տարբերակներ գտնել եւ այստեղ ապակիների ետևում եւ կին կա եւ տղամարդ, այսինքն տարբեր մարդկանց հետ փորձում եք զրուցել տարբեր մարդկանց հետ եւ շատ էլ զգուշավոր եք խոսում, շատ էլ, այսպես ասեմ, ջերմ եք խոսում եւ մարդիկ ձեզ շատ լավ են վերաբերվում։ Ես արևով կարող եմ ասել, ձեր նկատմամբ կոնկրետ ոչ մի թշնամություն, ոչ մի լարվածություն չկա, մարդիկ ձեր հանդեպ շատ լավ են տրամադրված։ Պարզապես չեմ կարող ասել, ինչ որ կադրային փոփոխությունների հետ է կապված,
նամակը կարող է լինել ինչ-որ ամեն դեպքում որոշում է կայացված, որ իրենցից կախված չէ, որտեղ նորից եմ ասում, աշխատանքի վայրում ձեզ շատ մարդիկ լավ են տրամադրված։ Ես այստեղ վեճեր, խնդիրներ, իրար նկատմամբ լարվածություն ոչինչ չեմ տեսնում։ Բայց երևի ինչ-որ նոր նորություն է գալիս, նոր օրենք չասեմ ինչ ավելի կարող է խիստ լինել, բայց ինչ-որ նոր, չգիտեմ, կադրային փոփոխություններ են եւ այլն եւ նորից էլի տեսնում եմ խարիսխը։ Խոսակցություններ կան, հաղորդակցություններ կան, բայց ոչինչ տեղի չի շարժվում, ամեն ինչ կանգնած է։ Միգուցե դուք եք փորձում նամակներ գրել, տարբեր մարդկանց հետ շփվել, շտկել իրավիճակը, բայց այս խարիսխը նորից երկրորդ անգամ դուրս եկավ։ Կարտը ցույց է տալիս պետք է ճկուն լինել, մի քիչ ճկուն ինչ լինել։ Ես անկեղծ ասած այս դեպքում ես չեմ ուզում ինձնից խորհուրդ տալ, բայց փորձեմ էլի կարդ անել։ Կարտերը շատ անորոշ, այս վիճակը շատ երկարատև է։ Ես ոնց որ հասկանում եմ, դուք լուծում չեք գտնում եւ լուծում այստեղ չի երևում։ Մարդիկ ձեզ շատ հավանում։ Գիտեք, այս դեպքում ինչ կարող եմ ասել, շատ դժվար է։ Եթե ոչինչ տեղի չի շարժվում, կամ պետք է համակերպվել երևի թե, կամ պարզապես պետք է թողել հեռանալ, փորձել մեկ այլ տեղ, նորից սկսել։ Նա կվերաբերի երևի երիտասարդ եւ միջին տարիքի։ Եթե ինչ-որ բան չի շարժվում տեղից, ուղղակի ժամանակ եք վատնում երևի, եւ ձեզ անհանգստացնում է, բավականին անհանգստացնում է։ Նույն կարտերն եմ տեսնում, ոչ մի նոր բան կարտերը չեն ասում։ Տեսնում եմ մատանի, տեսնում եմ լաբիրինթոս եւ տեսնում եմ նորից աշտարակը։ Ոչ մի առաջխաղացում չկա, եւ ում հետ փորձում եք զրուցել, հա, գործընկեր, այսինքն գործընկերների մեջ փորձում եք գտնել մարդկանց, արդեն ասեցի, մարդկանց, տարբեր մարդկանց հետ փորձում եք ելք գտնել, զրուցել, շատ ջերմ, ձեզ լավ են վերաբերվում, բայց դուք խճճված եք եւ չեք կարողանում ելք գտնել, առաջխաղացում չկա։ Դուք փորձում եք, սա կարող եմ ասել դուք եք, այս փորձում եք բոլորի հետ լեզու գտնել, փորձում եք զրուցել, բայց եթե կան փոփոխություններ, երևի դուք պետք է որոշում կայացնեք վերջապես։ Ես կարտերով կարող եմ ասել, որ բարդ իրավիճակ է եւ սա բավականին տևական process է եւ ոչինչ չի լինում, որտեղ ես չեմ տեսնում ձեր կողմից որևէ կոնկրետ գործողություն, ավելի շատ տեսնում եմ դուք փորձում եք մի կերպ գոյատևել, մի կերպ կարողանում եք ձգձգել այս ժամանակահատվածը եւ մնալ աշխատանքի, բայց դրանից հարցեր չեն լուծում։ Ես նորից տեսնում եմ խոչընդոտները դրանից չեն հեռանում։ Ես ձեզ հաջող ամիս եմ ցանկանում, հույսով եմ, որ այս լուսնային, այս կասկածամիտ տրամադրությունները իրականում կփոխվեն։ Գոնե մայիսից հետո։ Այժմ նայում ենք կարիճների համար։ Ինչ է սպասում կարիճներին մայիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը եւ 4 կարտ։ Ինչ կարևոր իրադարձություններ կլինեն կարիճների կյանքում։ Առաջի կարտը տեսնում եմ արագիլ։ Արագիլ նշանակում է փոփոխություն, նշանակում է ճանապարհորդություն, նշանակում է ճանապարհ, տնից դուրս գալ։ Եթե ունեք աշխատանք, որը դրսի հետ է կապված, այսինքն անընդհատ ճամփորդությունների հետ է կապված, մոտիկ թե հեռու, կարևոր չէ։ Շատ կլինեք ճանապարհի վրա։ Եթե ինչ-որ մարդիկ, չգիտեմ, մեքենայով ինչ-որ, չգիտեմ, ինչ ծառայություններ են մատուցում կամ հաճախորդից հաճախորդ են մեքենայով անընդհատ տեղաշարժվում, մեքենայով կամ տրանսպորտի միջոցով, դա արդեն էական չէ։ Պարզապես այո, տնից շատ դուրս կլինեք, տնից դուրս բավականին զբաղված կլինեք եւ հիմնականում կլինի ճանապարհի հետ կապված։ Եվ շատ փոփոխություններ կլինի, այո, շատ տարբեր կլինի, փոփոխություն է նաև նշանակում։ Տեսնում եմ այստեղ Լիլիան։ Լիլիան նշանակում է, որ շատ եք մտածելու այս ամիս, մայիս ամսին, հարգելի կարիճներ։ Կարող է լինել աշխատանքի թեմաներով, ձեր կյանքի հետ կապված հարցերով, բայց բավականին շատ մտորումներ եք ունենալու։ Տեսնենք ինչի շուրջ եք մտորում։ Շատ էս խոր փիլիսոփայական տրամադրության մեջ եք լինելու։ Ինչը շատ հատուկ չէ կարիճներին, որտեղ իրենք շատ գործնական մարդիկ են։
Այս տեսնենք։ Ինչի մասին է մտածում կարիճը։ Ասում եմ, չէ, գործնական մարդիկ են, այո, ես տեսնում եմ այստեղ աշխատանքի հետ կապված շատ հզոր, շատ ուժեղ կարդ, հետաքրքիր է։ Լիլիաները, այստեղ սա էլ է լիլիաները, այո, դուք կարծում եմ, որ նոր տեսնում եք, այստեղ էլ խոշորացույցն է։ Դուք շատ այսպես մանրակրկիտ փորձում եք նոր դետալներ, նոր մանրամասներ գտնել ձեր աշխատանքի հետ կապված։ Այսինքն նոր ճանապարհներ ձեր աշխատանքը, ձեր գործունեությունը ավելի լավացնելու, զարգացնելու, սա ավելի հզոր կարդ է աշխատանքի, այսինքն ձեր աշխատանքը գործունեությունը ավելի բարելավելու, ավելի շատ գումար վաստակելու, ավելի շատ, այսպես ասեմ, հաճախորդներ գտնելու, նոր միջոցներ, դրա համար մտածում եք, նոր տարբերակներ եք փորձում գտնել, այո, ձեր տրամադրությունը իրականում լրիվ գործնական է։ Փորձում եք նոր երգեր, նոր մարդկանց հետ շփվել, նոր, եմ ասում, հաճախորդներ միգուցե գտնել, նոր ձևով փորձում եք մոտենալ ձեր աշխատանքին, այն ավելի հաջող դարձնելու համար։ Նաև ունեք ինչ-որ կասկածներ, լուսինը նշանակում է կասկածներ, վախեր, անհանգստություններ, տեսնենք սա ինչի հետ է կապված։ Տեսնում եմ թռչյունը, տեսնում եմ մատանին և տեսնում եմ կամուրջ։ Ես կարծում եմ, սա նորից էլի վերաբերում է աշխատանքային գործունեությանը։ Ես կարծում եմ, կարիճները շատ գործնական մարդիկ են։ Փոփոխություններ եք ուզում, ես արդեն ասեցի, մինչև էդ երբ որ ասեցի, սա գալիս է պարզապես շարունակում է պատմությունը։ Փոփոխություններ եք ուզում եք այսպես ծավալվել, տեսնում եք, աշխատանքը, այո, եթե, չգիտեմ, ինչ-որ տարածքում եք աշխատում, ուզում եք ծավալվել ավելի հեռու, չգիտեմ, եթե քաղաքում եք աշխատում, ուզում եք գնալ նաև շրջաններ, նոր գործընկերներ եք փնտրում կամ ստիպված եք լինում նոր մարդկանց հետ աշխատել, դա շատ մեծ փոփոխություն է, ձեզ կամուրջի հակառակ կողմն է տանում։ Իրականում դրա համար դուք ունեք վախեր, կասկածներ, երբ դուք մենակ եք աշխատում, ինքներդ եք միայն, բավականին ինքնավստահ ու հանգիստ եք, բայց երբ այլ մարդկանց հետ պետք է սկսեք աշխատել, նոր գործընկերներ են հայտնվում եւ բավականին շատ մարդկանց հետ պետք է շփվեք, դա շատ մեծ փոփոխություն է, երևի դուք այդպես չեք նախատեսում սկզբում, համ ուզում եք ծավալվել, համ էլ դա մի փոքր կասկածներ է առաջացնում, մի փոքր վախեր է առաջացնում ձեր մեջ։ Բայց ոչ մի բացասական բան ես այստեղ չեմ տեսնում։ Գումարներ, մայիս ամսին բավականին գումարներ կկարողանաք աշխատել հարգելի կարիճներ, բավականին։ Այո, այստեղ տեսնում եմ լուրջ ռազմավարություն, մարդը նստած մտածում է, ինչպես կարող է ծավալվել, եւ ես վստահ եմ, որ կծավալվեք, որովհետեւ ձեզ բավականին գումարներ են գալիս։ Կարող են նաեւ ծախսեր, բայց առաջին իմ տպավորությունը, որ ձեզ գումարներ իրականում գալիս են։ Տեսնենք։ Այո, կարող եմ ասել, որ գալիս են, որովհետև տեսնում եք, այստեղ տեսնում եմ նորից կամուրջը, տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ տունը եւ տեսնում եմ ծառը։ Ծառը նշանակում է ընդլայնում։ Գիտեք, ես նաեւ ուրիշ բան եմ այստեղ կարող ասել, կամուրջը, այսինքն շատ մեծ փոփոխություն է։ Այս երիտասարդը իրականում կարող է լինել ընտանիք, տեսնում եմ տուն, կարող է լինել ինչ-որ մեկը ձեր ազգական բարեկամ, որ փորձում եք նաև ուզում է ձեզ հետ միգուցե համագործակցել եւ դրա համար են ձեր կասկածներն ու վախերը։ Միշտ չէ, որ այսպես կարող է հաջող լինել, չես ուզում ֆինանսական գործերիդ մեջ խառնել քո բարեկամներին կամ ընկերներին, որպես կանոն դա կարող է նաև հարաբերությունները փչացնել։ Բայց շատ մտերիմ մարդ է ձեզ, շատ
կից, բարեկամ, եղբայր մի տան մեջ կարող է ապրում է, կարող է սա տան արք ու վաճառքի հետ կապված ինչ-որ գործարք է նաև, բայց ծառը բարգավաճում է, ես տեսնում եմ, որ իրականում հաջող է լինելու։ Եթե գործարք է, տան արք ու վաճառք է կամ պարզապես ինչ-որ մեկի հետ գործարք եք ուզում կնքել, եւ սա մեջ փոփոխությունները դրա համար էին ձեր կասկածներ, իրականում ձեզ գումար կգա։ Այս կարտերը բացում էի գումարի վրա, գալիս թե գնում է։ Ես այստեղ տեսնում եմ գալիս է։ Ծախս չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ ավելի շատ գումարը գալիս է։ Տեսնում եմ այստեղ նամակ, այսինքն հաղորդակցություն շատ կլինի։ Դե բնականաբար, եթե դուք այստեղ ասացի շատ շարժ կլինի, շատ տեղից տեղ շարժվել կլինի, հաճախորդից հաճախորդ գնալ, թե քաղաքից շրջաններ գնալ, որտեղ ուզում եք ընդլայնվել, եւ շատ հաղորդակցություն կլինի, նաեւ նամակագրական կապ կլինի մարդկանց հետ։ Բավականին աշխուժ եւ շարժուն ամիս կլինի։ Ինչ լավ է, ես վերջապես լավ բաներ եմ տեսնում, որտեղ մյուս բոլորին աշխատանքային շատ խնդիրներ կային մի քանիսին։ Գոնե կարիճների համար ոչ մի բացասական բան չեմ տեսնում։ Իրենց վախերն ու կասկածները, որովհետև շատ են ուզում ծավալվել, ուզում են մեծացնել իրենց բիզնեսը եւ գործունեությունը, բնականաբար դրա հետ կան կասկածներ ու վախեր, բայց իրականում ամեն շատ հաջող է լինելու եւ գումարներ են վաստակելու եւ գործունեությունն է լավ լինելու։ Կասկածը երևի թե գործընկերոջ մեջ էր։ Արժի ընկեր բարեկամներին գործին խառնել թե ոչ, դե ես վստահ եմ դուք այդ որոշումը կկայացնեք։ Ամեն դեպքում ինչ էլ որոշեք, ձեզ համար հաջող է լինելու։ Լիլիաներով սկսվեց, Լիլիաներով էլ նորից վերջացավ։ Այո, շատ եք մտածելու եւ ճիշտ եք անում, որ մտածում եք։ Ես տեսնում եմ այստեղ կարտերը նորից ես ուզում էի ամփոփել, ինչ կարող եմ տեսնել, այո, ամփոփեց նորից նույնը։ Այստեղ տեսնում եմ, որ դուք ուզում եք ընդլայնվել աշտարակ, այսինքն բարձրացում եւ առաջ խաղացում է, նույն ինչ որ ասեցի, ուզում եք ծավալվել, ուզում եք առաջ գնալ ձեր բիզնեսով, ձեր գործերը ավելի լավացնել, մի քիչ ռիսկային է այս Զառերը իրականում նշանակում են մի քիչ պետք է զգույշ լինել, ռիսկային է եւ ունեք վախեր, բայց մեծ փոփոխություններ են սպասում եւ այդ փոփոխություններն էլ ձեզ վախեցնում եւ անհանգստացնում են։ Եվ փոփոխությունը կապված է նոր մարդկանց հետ։ Նոր մարդիկ, ովքեր կգան որպես գործընկեր, բայց իրականում տեսնում եք այգին, ես ասացի, որ իրականում ձեզ լավ տեղ է տանում, շատ լավ տեղ է տանելու ձեզ իրականում, արդյունքը շատ լավ է լինելու։ Լև Լիլիաներով էլ եմ տեսնում։ Դուք շատ կմտածեք եւ կգաք ընդհանուր հայտարարի եւ որոշման եւ կհասկանաք ինչ եք ուզում անել եւ իրականում շատ լավ տեղ կհայտնվեք։ Մայիսը ձեզ համար կարծում եմ բավականին հաջող ամիս կլինի, ինչ ես ձեզ սրտանց կամենում եմ։